Երեք տեղեկություն տարածվեց, որ քննչական կոմիտե է հրավիրվել հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, իբրև թե հակասահմանադրական կոչեր հղելու, բռնությամբ իշխանություն տապալելու համատեքստում։ Նաև տեղեկություն տարածվեց, որ երեք ձերբակալվել էր արցախցի մի կին, 5 անչափահաս երեխաների մայր, ընդամենը այն բանի համար, որ Facebook-ում գրառում էր իրականացրել Փաշինյանի հասցեին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Ռաֆայել Իշխանյանի հետ։ Ողջույն, պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչպես նշվեց, քննչական կոմիտե էր հրավիրվել Արմինե Օհանյանը եւ տեսեք, ինչու են նրան մեղադրում 2024 թվականի վերջերին հրապարակ օրաթերթում լույս է տեսնում խմբագրական եւ իբրև թե այդ խմբագրականում հակասահմանադրական եւ նաեւ սահմանադրական կարգը տապալելու կոչեր են եղել։ Այսպիսի մարազմ երևի թե նաեւ բոլշևիկյան շրջափուլում չէր եղել։ Ձեզ սա ինչ է նշանակում, հա։ Բնութագրումը ագին բան էր, նկարագրողական էր։ Եթե կոնկրետ նայենք, հիմա այս դեպքը տեսնենք, փորձեցի ինտերնետից հասկանալ օրինակ այդ որ հոդվածի մասին ա եղել խոսքը։ Ու այնտեղ կարծեմ հետքի հրապարակման մեջ էր, որ Տիկին Օհանյանն էլ ասում է իրեն չի թույլատրված դրա մասին հայտնել, քանի որ նախաքննության գաղտնիք է։ Սա մեծ առաջի աբսուրդ է, այսինքն մարդուն մեղադրես ինչ որ հոդվածով իբր ինչ որ հանցանք անելու մեջ, բայց այդ մարդը հնարավորություն չունի ասել դա որն էր, որպես իր պաշտպանությունը կազմակերպի, գուցե դրան հանրային հնչողություն տա, որտեղ բնականաբար ստեղ չարաշահում ինչքան մեծ խնդիր կա։ Այնուամենայնիվ, ինչքան հասկանում ենք, հոդվածը վերաբերում էր այդ համեմատություններին Սիրիայում իշխանության այդ զավթման եւ այլնների։ Այստեղ ընդհանրապես կոչ չկար առաջի հերթին, որ մի հատ ինչ որ իշխանություն զավթելու կոչի մասին ենք, սա ինչ որ համեմատություն էր տարբեր քաղաքական ինչ որ պրոցեսների մի երկրի մյուս երկրի հետ։ Ու ցավոք իհարկե սա առաջի անգամը չի, որ այս հոդվածը ասես չարաշահվում է։ Այսինքն ընդհանրապես դատողությունները, որոնք մի քիչ կարող դուրս չեն գալիս այս իշխող քաղաքական ուժին, գնալ քրեական բան, մեղադրանք։ Բնականաբար նույնը նաև այդ ատելության խոսքի հետ կապված հոդվածներում այդ բռնության հրապարակային կոչերը, անհանդուրժողական հրապարակային կոչերը եւ այլն, որի հետ կապված երեք այդ մյուս դեպքեր եղել։ Այս բոլոր գործերի հետ հիշում ենք վիճակագրություն է, որ նոր էին դրանք նաև արդեն շրջանառվում, շատ ինտենսիվորեն։ Հիմա էլ նույնն է, այն ժամանակ 50-95 կարծեմ տոկոսը թիրախում իշխանություններն էին, այսինքն թիրախ ասվածը ում էր հասցեագրված այդ ենթադրյալ բռնության կոչերը։ Սա բնականաբար խոսում է չարաշահման մասին, սա միանշանակ խոսում է այդ գործիքը քաղաքական այսպես հետապնդումների միջոց օգտագործելու մասին, ու ընդհանրապես Երբ խոսում ենք քաղաքական խոսքի մասին, քաղաքական հետաքրության հարցերի եւ այլնի շուրջ, շատ սահմանափակ տիրույթ կա, երբ որ խոսքը կարելի է սահմանափակել։ Ու առավել եւս էլ ավելի վտանգավոր է դա, երբ որ խոսքը վերաբերում է լրագրողներին, որտեղ լրագրողները նաեւ հանրային կարծիքի քննարկմանը դնում են տարբեր ինչ-որ կարևոր հարցեր, որը նույնը ինչ-որ անվանում ենք ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դրա ամենակարևոր բաղադրիչներից է։ Տեսեք, ըստ էության կարող ենք փաստել, որ Տիկին Օհանյանի նկատմամբ այս խայտառակ բռնաճնշման առումով մենք հերթական անգամ առերեսվում ենք այն իրականությանը, որ գործող ռեժիմը փորձ է անում ԶԼՄ-ների նկատմամբ ռեպրեսիաների մի նոր շրջափուլ սկսել։ Նոր շրջափուլ, շարունակվող շրջափուլ, այսինքն ընդհանուրի մեջ, իհարկե, մի հատ այս երեք նկատեցինք այսօր նոր մի հատ իրադարձություն է, կարելի է դրանից էլ խոսել։ Անտիֆեյքի գործով, այսինքն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի հետ կապված, հիշում եք, դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության աջակցության հարթակը առաջին կարգի ահազանգ էր բարձրացրել եւ Հայաստանը դարձել էր Եվրոպայի խորհրդի 3-րդ անդամ երկիրը ազատազրկված լրագրողների քանակով։
Հարթակը տվել էր Հայաստանի կառավարությանը ժամանակ մինչև մարտի 11, եթե չեմ սխալվում, որպեսզի արձագանքեն դրան, այսինքն այստեղ ակնկալում էինք, որ երևի կլինի մոտավորապես այսպիսի արձագանք, դե գործը ընթացքի մեջ է, դատական քննության փուլում է կամ այսինչ փուլում է, արդյունքները բան, մենք հետևում ենք եւ այլն, բայց բացվեց որ ընդհանրապես արձագանք չի եղել։ Այսինքն ոչ թե նույնիսկ ինչ որ փորձել են հիմնավորել այս հետապնդումը, այդ խուլիգանության այդ ձևափոխումը այդ բանի հանցակազմի, որով լրագրողները, բլոգերների, լրագրողների են ազատազրկել, ուղղակի արհամարել են, այսինքն այս հարթակի ահազանգը։ Սա նաև խոսում է իհարկե այդ խոսքի ազատության վերաբերմունքի մասին։ Այսինքն եթե Հայաստանի կառավարությունը արհամարում է ամենակարևոր մարդու ոլորտում մեր համար գործող կառույցներից մեկի այդ առաջարկը մեկնաբանություն ներկայացնելու, ուրեմն դա խոսում բարձրապես արհամարանքի մասին ընդհանրապես այդ խոսքի ազատության նկատմամբ։ Ինչ նպատակադրումով են ձեզ վերօրյալ մարտավարությունը որդեգրել այս ռեժիմի ներկայացուցիչները։ Ցանկացած մանավանդ նախընտրական շրջանում բնականաբար քաղաքական իշխանության ուժերի լարումը, հա, ինչ են ասում, կոնսոլիդացիան ամենաառաջնային բանն է, այսինքն բոլոր միջոցները օգտագործել հաղթանակի համար, ու իհարկե նախընտրական շրջանում ընդհանրապես եւ ընտրական շրջանում քաղաքական խոսքի ազատությունը ամենակարևոր գործիքներից է։ Դրա միջոցով են մարդիկ կարողանում ստեղծել, այսինքն քաղաքական ուժերը ստեղծել այլընտրանքներ, մտնել ընտրապայքարի մեջ եւ այլն։ Հիմա այս միջավայրում եթե լրագրողական համայնքը սկսի արդեն վախեր ունենալ ու կապ չունի, իրենք կդատվեն, կհետապնդվեն, կազատազրկվեն, որտեղ մենք բոլոր դեպքերն էլ ունենք։ Դե Տիկին Օհանյանին կանչել ինձ 8 հարցաքննության, ինչի ինք իրենով արդեն բավական գաղաճանշող ազդեցությունն է մարդկանց վրա։ Բնականաբար շատ լրագրողներ կարող է զուսպ իրենց սկսեն ավելի պայել, զուսպ ասվածը ոչ թե դրական իմաստով, այլ այդ անգլերեն ասած chilling effect հասկացությունը լինի իրենց նկատմամբ, որ իրենք ուղղակի զսպեն իրենց ընդհանրապես այս քաղաքական հարցին անդրադառնալը։ Մեղմել իրենց հայտարարությունները, չանել որոշ հայտարարություններ, զուգ մնել որոշ քննադատություններից, ինչը բնականաբար բերելու է այդ բռնապետական այսքան հակումների ավելի ուժեղացման ու ընդհանրապես խոսքի ազատությունից, խոսքի ազատության սահմանափակումները եւ հաստատի դրա chilling effect կոչվածը ինքը ուղղակի մյուս իրավունքների վրա անդրադարձող մեծ կասկադի էֆեկտ է ունենում։ Երբ որ մարդիկ չեն խոսում խնդիրների մասին, կաշկանդված են խոսում, մյուս խնդիրները դառնում են ավելի ծանր։ Ըստ էության ունենք իրավիճակ, երբ թե Տիկին Օհանյանի նկատմամբ բռնաճնշումները եւ թե Իմնեմնիմի գործը ըստ էության իրենք ոչ միայն միտված են կոնկրետ անձանց կամ կոնկրետ լրատվամիջոցներին թիրախավորելու, այլև ուղերձ են ողջ ընդդիմադիր մեդիա դաշտին։ Այո, միանշանակ կարելի է այդպես մեկնաբանել։ Ժամանակային առումով համընկնումը, թեմաների հետ կապված համընկնումը բոլորը գիտեն, որ հենց մեդիաներն են նաև ստեղծում այդ կամ տարածում օրակարգը, որը քաղաքական process-ների ժամանակ լինում է հիմնական քննարկման առարկա։ Ինչքան շատ են այդ մարդիկ ավելի զսպված իրեն պահում, ու ավելի քիչ են զսպված պահում իշխանության աջակիցները, այնքան բնականաբար ուժերի բալանսը թեքվում է։ Ես նշեցի, որ բացի երեք Տիկին Օհանյանին քննչական կոմիտե կանչելուց ձերբակալվել էր նաև արցախցի մի կին Facebook-յան գրառման համար։ Տեսեք, եթե իշխանության տրամաբանության շրջանակներում փորձենք շարժվել, եթե հասարակությանը հայտնի անձանց, մեդիագործիչներին, քաղաքական դեմքերին բռնաճնշումների ենթարկել է սեփական իշխանությունը պահպանելու համատեքստում, կարող է մարտավարական առումով գոնե ինչ-որ չափի հասկանալի լինել, ապա հարց է առաջանում, ինչու են արդեն թիրախավորվում սովորական օգտատերերը կամ սովորական մարդիկ, արդյոք նրանք այդչափ վախեցած են։ Էմոցիոնալ ֆոնը չեմ կարող իհարկե իրենց գնահատել, բայց սա էլ էլի տարածված մոտեցում է, այսինքն մարդկանց հանրության վրա պետք է առաջին ազդեցությունը տարածեն։ Ու այդ բռնության հրապարակային կոչերի եւ ատելություն հրահրելու հոդվածները ամենահարմարն են չհրաշահելու համար այստեղ, դրան գումարած նաեւ են խուլիգանության գործը։ Առաջի անգամը չի որ սա տեսնում ենք։ Կոնկրետ երեկվա դեպքի հայտարարությունը
այսինքն այդ խնդրոառակը գրառումը չգիտեմ, բայց նման գրառումներ շատ են եղել, որ գործ են հարուցվել այս սովորական մարդկանց դեմ։ Ինչի ասարվում, սա ընդհանուր նաև զսպող էլի այդ ազդեցությունը արդեն հանրության վրա տարածելու համար։ Ստեղ ուղղակի sense մի հատ խնդիր կա, անկախ նրանից, թե ինչպիսին են այդ հայտարարությունները, սովորական մարդկանց, քանի որ իրենք չունեն լսարանը բնականաբար, ինչպես կամ ազդեցություն, ինչպես շատ քաղաքական դեմքեր, իրենց նկատմամբ, երբ որ այս հոդվածները կիրառվում են, եւ սրա այդ զսպող ազդեցությունն է ավելի մեծ, եւ մարդու իրավունքների խոսքի ազատության տեսակետից շատ ավելի խնդրահարույց բառը չեմ ուզում ասեմ, շատ մեղմ բառ է, շատ ավելի մեծ խնդիր է։ Օրինակ կարող ենք մի հատ դեպք հիշել, դες շատ հետաքրքիր եվրոպական դատարանի գործերից էր Սավա Տերենտևի գործը, որտեղ ռուսաստանցի մի երիտասարդի ուրեմն մեղադրում են էլի բռնության կոչերի համար ոստիկանության դեմ, ու եթե նայենք իր գրած այդ բռնության կոչը ինչ որ այդպես ձևակերպել էին, մոտավորապես նա կոչանը ոստիկանությանը հրապարակում վառել օրը 2 անգամ թե ինչքան, մտածում են բավական ծայրահեղ սարսափելի ինչ որ նկարագրություն, բայց այս ամեն ինչը դատարանի աչքի առաջ դրի ուրիշ իհարկե դրսևորում էր, սա abstract էմոցիոնալ ինչ որ պորտկում էր, որը բնականաբար որևէ ռիսկ չէր պարունակում, որևէ մեկը չէր հանդգնելու գնար նման բան աներ, ու Տերենտևի նկատմամբ կիրառված պատիժը, պատժատեսակը համարվեց ոչ իրավաչափ վիճամտություն խոսքի ազատությանը։ Սա ինչի եմ ասում, որպեսզի մենք հասկանանք, երբ որ սովորական քաղաքացիներն նույնիսկ շատ էմոցիոնալ, շատ կոշտ ինչ որ հայտարարություններ են անում, մենք ի վերջո եվրոպական կոնվենցիան վավերացած երկիր ենք, թե մենք գնում ենք ինչ որ, չգիտեմ, ուրիշ բնույթի չափանիշներով մարդու իրավունքների ոլորտում։ Եթե այդպես է, այս գործերի հետ կան ուղենիշներ կան։ Դե նայենք ու հասկանանք, պետք չի արդեն ինչ-որ վեցանիվ հորինել էլի։ Այստեղ չի կարող լինել որևէ քրեական հետապնդման հիմք, եթե abstract, շատ ինչ որ նույնիսկ շատերի համար սուր կամ դաժան նույնիսկ կարող է չոտեղ հնչող արտահայտություններ, եթե ուղղակի արված են այսպիսի abstract էմոցիոնալ ֆոնում, դրանք չպետք է մեկնաբանվեն որպես բռնության հրապարակային կոչեր, ում են դրանք ուղղված, ովքեր կարող են դա անել, որտեղ ենք տեսել դրա վտանգ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար Ռաֆայել Իշխանյանը, ՑՍՏ Դավիթ Ֆիդանյանը։ Շարունակեք մնալ Անտիֆեքի եթերում, կհանդիպենք։